Բարի երեկո, Արմենիայի եթերում ընտրության ժամն է, մենք հյուրընկալում ենք քաղաքական ուժերի ներկայացուցիչներին ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերը ազգային ժողովի 2026-ի ընտրություններին ընդառաջ եւ ժամի տաղավարում այսօր հյուրընկալել եմ ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Գեգամ Մանուկյանին։ Բարի երեկո, պարոն Մանուկյան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Պարոն Մանուկյան, այսօր հրապարակվեց Հայաստան դաշինքի սոցիալ-տնտեսական ծրագրերը, բայց այս մասին մենք դեռ ժամանակ կունենանք խոսելու, այսօր առաջարկում եմ ավելի շատ խոսենք արտաքին քաղաքական եւ անվտանգային հարցերի շուրջ։ Տեսեք, բոլոր ուժերը, որոնք պատրաստվում են մասնակցել խորհրդանական ընտրություններին, գլխավոր մեխը խաղաղության ստորագրումն է։ Դուք եւս ձեր ուժը եւս ասում է, որ կողմ է խաղաղությանը, բայց որոշակի վերապահումներ ունեք, օրինակ նշում եք, որ պետք է երաշխավորներ։ Այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին գրեթե 2 տարի կրակոցներ չկան, զոհեր չենք ունենում։ Սա չի նշանակում, որ այսօրվա Հայաստանի իշխանությունը գնում է ճիշտ ճանապարհով։ Ոչ, չի նշանակում եւ ավելի շատ հակառակն է նշանակում, որովհետեւ այսօր իշխանության խոսույթը այդ միայն խաղաղությունը չի։ Հիմա իշխանության խոսույթի մեջ գերիշխող է, եթե մենք չլինենք, ապա ուրիշները գան սեպտեմբերին, այսինքն ահասարսուռ ազդարարում սեպտեմբերին կլինի պատերազմ։ Հետևաբար Ադրբեջանի հետ նախաստորագրված փաստաթուղթը խաղաղության մասին չէ, այլ իշխանությունը այդ ամբողջը պայմանավորում է միայն իրենով։ Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ուրեմն հավերժ պետք է լինի այս իշխանությունը, որպեսզի իրեն ձևակերպան պատերազմ չլինի։ Իսկ դա ինչ պատճառով է այդ սպառնալիքը։ Սեփական վերարտադրության եւ նաեւ այն հանգամանքով պայմանավորված, որ հիմնարար համաձայնություններ չի, որ այս տարիների բանակցությունների ընթացքում թղթի վրա է դրվել, այլ ուղղակի Ադրբեջանի քիմքին համապատասխան, Ադրբեջանի կամքին համապատասխան եւ արդեն 2 տարի է, երբ որ Ադրբեջանի հետ բանակցում էր եւ ընդդիմադիր մի քանի падգամավորներով շարունակաբար գնում ծանոթանում ենք, Երևանից գնում էր Բաքու, Բաքվից գալիս էր, գնում ծանոթանում ենք եւ պարբերաբար համեմատում ենք, նկատելի էր մի բան, օրերս արտաքին հարաբերությունների հանձնաժողովում էր Արարատ Միրզոյանի բացահայտ ուղղակի փաստ ասել է այն բոլոր կետերը, որ կային բանակցության այդ նախագիծ փաստաթղթում, որը հայկական շահին ձեռնտու էր, արդյունքում բոլորը դուրս են մնացել։ Հայաստանը առաջարկել էր սահմանից զորքերի հայլային ետքաշում, չկա այլևս նման բան։ Հայաստանն առաջարկել էր վեճերի, իրար հետ վեճերի հարցը միջազգային կառույցի ներկայացուցիչների կամ այդ ձևաչափով, որը երաշխավորի տարբերակն էր։ Եվ պատահական չի, որ 2 տարի առաջ է կարծեմ Նիկոլ Փաշինյանը անվերապահ, ոնց որ հիմա համոզում է, որ առանց երաշխավորի շատ լավ է, այն ժամանակ արձանագրում է, որ անհնար է համաձայնության հասնել, եթե չլինեն միջազգային երաշխավորներ։ Եվ նման բազմաթիվ կետեր, որոնք տեղ չզբաղեցրեցին, նույն ձև Հայաստանը Ադրբեջանի հետ բանակցություններում առաջարկում է սահմանի հարցով 1975-78 թվականների սովետական միության գլխավոր շտաբի քարտեզը հիմք ընդունել, որը ելի հիմա չկա։ Ավելին սահմանադրության փոփոխության հարցը նկատելի էր նաև այդ փաստաթղթում եւ այդ ժամանակ արտգործնախարարության պաշտոնյաների հետ որ խոսում ենք, իրենք շատ վստահ ասում են, դե մենք էլ ասում ենք դուք էլ ձեր սահմանադրությունը պետք է փոխեք, որտեղ այնտեղ հղում կա Ադրբեջանի 18 թվականի դեմոկրատական հանրապետության, որը տարածքային պահանջ ունի Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Բայց վերջում խոստում է եղել Հայաստանի կողմից փոխել սահմանադրությունը, որի մասին Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի իշխանություններ ունեն տնային աշխատանք կատարելու, հիմա փորձում են մոլորեցնել, բայց գիտեք, դա մեր ինքնիշխանության հարցն է։ Պատկերացնենք, Հայաստանի իշխանությունը վերարտադրվեց, դրեց սահմանադրության հանրաքվե, որը խոստացել է, եւ հայ ժողովրդի կամ արտահայտություն է։ Հայ ժողովուրդը մերժեց այդ սահմանադրության նախագիծը։ Նորից կանեն։ Ոչ, ինչքան նորից ան Ադրբեջանն էլ ասել է հոп, հայ ժողովուրդը դեմ է իմ պահանջած սահմանադրության,
նոր հերթական սպառնալիք, այսինքն սպառնալիքների մի ամբողջ կծիկ է, որովհետև հարցերին լուծում ամբողջական չի տրվել եւ դրա համար լուրջ քննարկման վերանայման հարց է։ Ինչ եք դուք առաջարկում այս դեպքում, եթե իշխանության սցենարը դուք ոչ իրատեսական եւ անընդունելի եք համարում։ Հայաստան դաշինքը ինչ այլ ընտրակ առաջարկում ենք դիվանագիտական ռեստարտ։ Նախ, այսպես ասեմ, հստակեցում հարաբերությունները բոլոր եւ դաշնակիցների, տարածաշրջանի երկրների, միջազգային խոշոր խաղացողների հետ, որպեսի վերացնենք այն կոնֆլիկտային հարցերը, որը այդ խոշոր խաղացողների կոնֆլիկտները տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։ Եվ այսօր մենք իրականում այնպես չէ որ պատերազմ չի, պատերազմի մեջ ենք։ Հայաստանը պատերազմի թատերաբեմ է։ Եվ այդ պատերազմը զենքով չի, կրակելով չի, բայց պայմանական արևմուտք, ասեմ, եվրոպական միություն, Ռուսաստան, գլոբալ այդ բախումը Հայաստանի իշխանությունը տեղափոխել է Հայաստան, անունը դրել է հիբրիդային պատերազմի դեմ պայքար եւ նույն մայիսին 4-ին այստեղ եվրոպական առաջնորդների գագաթաժողովը, որ տեղի ունենալու, մի բան պատկերացրեք, գագաթաժողով, որտեղ տարբեր երկրների ղեկավարներ ներկայ են լինելու, բոլորի հռետորաբանության մեջ դեպի հյուսիս թիրախն է լինելու, ես չեմ ասում աչքներս կույր փակենք, բայց դրա արդյունքում նաև թիրախավորվելու ենք հյուսիսի կողմի։ Եվ դրա համար այդ երաշխավոր բանակցությունների մեջ երաշխավորը այնպես չի որ մենք պատկերացնում ենք մեկը գալու է պապայություն է անելու, բայց սուր հարցերը կարգավորելը, իրար հասկանալը, չհասկացված հարցերի մեջ համաձայնություններ գոյացնելը պետք է լինի դրա արդյունքը։ Եվ ամենավտանգավորը պետք է զրոյացնել բոլոր այն ստվերային պայմանավորվածությունները, Հայաստանի ստվերային խոստումները, որոնք այս տարիների ընթացքում Ադրբեջանի հետ հարաբերություններում տրվել են։ Մեկը սահմանադրությունն է, նույն սահմանազատման, սահմանագծման փաստաթղթից դուրս այն ինչ որ կատարվել է, եւ իրականում Հայաստանում նոր իշխանության ձևավորումը Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին ազատագրելու է բոլոր այն բանավոր խոստումներից, որը եղել է մինչ այդ, եւ նոր իշխանության հետ Ադրբեջանի բանակցությունը, երկխոսությունը չի կարող լինել, բա դու ես ինչ խոստացել, դու ես խոստացել, այլևս գործ ունենք նոր իշխանության հետ։ Եվ իրականում ես պետք է ասեմ, որ սա օդից իջած ձևակերպումներ ես չեմ տալիս։ Հայաստան դաշինքը ղեկավարում է Արցախի Հանրապետության առաջին եւ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը, որը Հայաստանում նախագահ ընտրվեց 98 թվականին, լրիվ այլ իրավիճակ ստեղծվեց, իդեպ այսօր մեր բայց այն ժամանակ աշխարհակաղակական իրադրությունն էլ այլ էր, այսպեսին չէր։ Ուղղակի այդ ժամանակվա աշխարհակաղակական իրադրությունից ելնելով Հայաստանը կարողացավ ճիշտ խաղաքարեր դասավորել եւ ճիշտ հարաբերություններ մշակել։ Այնպես չի որ Ամերիկա, Ռուսաստան, Եվրոպա, Ֆրանսիա իրար համար մեռնում էին։ Ոչ ուղղակի ծանրակշիռ քաղաքականություն է։ Ես վստահ եմ, որ նոր իշխանությունը Հայաստանում լրիվ նոր խոսույթով ոչ թե այսպես ասեմ բոլոր կապերը կտրելով խռովկանի նման ես որևէ հարաբերություն չեմ հաստատելու, որովհետև մենք ունենք մեծ ծագույն խնդիրներ Ադրբեջանի հետ։ Մենք փաստացի 2022-ի դեպքերով պայմանավորված դրանից մի փոքր հետո ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցրած է եւ այսօր ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ Հայաստանն է Ադրբեջանի համար խաղաղության երաշխավոր եւ հակառակը Ադրբեջանն է Հայաստանի համար խաղաղության երաշխավոր։ Արդյունքում ունենք, պարոն Մանուկյան, որ սահմանին չեն կրակում։ Ինչու է դեմ նման խաղաղության։ Կրակելու, չկրակելու հարցը պայմանավորված է Հայաստանի իշխանության վերարտադրության ադրբեջանական ցանկությամբ, որը նաև հնչում է Թուրքիայի։ Ֆիդանի հայտնի հայտարարությունն է, որ սպառնալիքները Հայաստանում ռևանշի եւ այլն, եւ խոսում է, որ Հայաստանի Նիկոլ Փաշինյանը ճիշտ ուղու վրա է։ Այսինքն պայմանավորում է Ադրբեջանը ներկայիս իր գործունեությունը կամ իր խոսույթը Հայաստանի իշխանության ղեկին ով է նստած,
որով չի ապահովագրվում Հայաստանը, ու պատահական չի, որ այս ընթացքում բարբերաբար Ադրբեջանը շարունակում է ամենածանր խոսույթով խոսել Հայաստանի մասին, նույն վերջին դեպքը մարտի 31-ին Ադրբեջանում արտգործնախարարության պետական մակարդակով ցեղասպանության մասին խոսելը մեկ օր առաջ այնից Նիկոլ Փաշինյանը ասում էր, եկեք ցեղասպանության մասին էլ չխոսենք, որովհետև մեր խոսելը հանգեցնում է Ադրբեջանի խոսելուն։ Քաջ իմանալով թերևս, որ Ադրբեջանի կողմից լինելու է առաջին տարին չի, որ Ադրբեջանը մարտի 31-ին մտածածին ցեղասպանության մասին է, եւ դա տեղի ունենում մի ֆոնի խոսքը վերաբերվում է 1918 թվականին իբր ադրբեջանցիների ցեղասպանության, դա տեղի է ունենում ամենահավորը մի ֆոնի, որ հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենին Փաշինյանի պահանջով հեռացնում են աշխատանքի մի բանի համար, որ Միացյալ Նահանգների նախագահին նվիրել է գիտեք ինչ գիրք Կովկասում ադրբեջանական վայրագությունները հայերի դեմ 20-րդ դարի սկզբի վայրագությունները համաձայն ամերիկյան մամուլի այսինքն Հայաստանի իշխանությունը վախենում է որ նույնիսկ այդպիսի գիրք են տվել Միացյալ Նահանգների նախագահին, որը պատմական իրականությունը բացահայտող ըստ ամերիկյան մամուլի անգամ ոչ հայկական բացահայտող փաստ է, դրանից մի քանի օր հետո Ադրբեջանը մարտի 31-ն ասում է ինչ էլ ասեք, դա ես համարելու եմ ցեղասպանություն եւ հակահայ արշավ է մղում այդ թեմայով տարբեր միջազգային հարթակներում։ Քանի որ խոսեցինք Արցախի մասին, պարոն Մանուկյան, դուք ձեր թիմակիցները հաճախ ձեր հայտարարություններում նշում եք, որ պետք է արցախցիների արժանապատիվ վերադարձ լինի Արցախ պատմական հայրենիքում բնակվելու, ապրելու համար։ Այսօր ունենք իրավիճակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը այլևս չի գործում, Արցախում ռուս խաղաղապահներ չկան, հայերի տներում էլ ադրբեջանցիներ են բնակվում։ Այս պայմաններում ինչպես եք պատկերացնում ընդհանրապես արցախցիների վերադարձը Արցախ եւ արդյոք այդ մարդիկ նորից կգնան այդ ճանապարհը։ Բարբերաբար իշխանության հայտարարությունները որ կան, որ փակվելու է այդ էջը, ակամայից եւ ամոթով, իրոք որպես հայ ամոթով մտքից են գալիս այն բոլոր եվրոպացի քաղաքական գործիչները, դիվանագետները, ովքեր խորհրդարանականները, ովքեր տասնամյակներ շարունակ Արցախյան դատի պաշտպանության դիրքերում են եղել։ Մտքից են գալիս նույն այսօրվա Ֆրանսիայի խորհրդարանի այն բոլոր падգամավորները, ովքեր բանաձև են քվեարկել, նույն Շվեյցարիայի խորհրդարանի падգամավորները, ովքեր բանաձևեր են քվեարկել եւ բարձրաձայնել են Արցախայության իրավունքների հարցը, նույն վերադարձի հարցը, դա նշանակում է մի բան, միջազգային ասպարեզում Արցախայության վերադարձի իրավունքի հարցը չի սպառվել, նույն ապրիլի 1-ի մոսկովյան հանդիպումը, այդ մակարդակով հանդիպման մեջ Արցախի մասին ակնարկը այլ ձևաչափով վկայում է մի բանի մասին, որ այդ հարցը կա եւ երկրորդ խնդիրը կա, հայկական կողմից իսպառ փակված համարելով այդ հարցը մենք միջազգային ասպարեզում որպես երկիր դադարում ենք արդար երկիր լինելու լեգիտիմ մեր իրավունքը, որովհետև Արցախայության վերադարձի իրավունքը դա մեկ առանձին դրվագ չի, համաշխարհային կյանքում վերջին 2-3 տասնամյակում բազմաթիվ են դեպքերը եղել նման տեղահանությունների, որին էլ հաջորդել է վերադարձի իրավունքի ամրագրումը, միջազգային ապահովական տարբեր միջոցներով պաշտպանված հավաքական բնակչության վերադարձը, որտեղ Արցախայության վերադարձը իր բնորան դա սովորական մեկ քաղաքից տարհանում չի ինչ որ բնակչության, որը ինքնին արդեն ցեղասպանության տար է պարունակում, որտեղ ցանկացած մարդկային հավաքականություն լիարժեք իր կենսագործունեությունը կարող է իրականացնել այն տարածքում, որտեղ սերունդ ապրել է։ Բայց Ալիևն էլ հակադարձում է, ասում է, եթե չփակեք Ղարաբաղյան հակամարտության էջը, ապա նույն տրամաբանությամբ 300,000 ադրբեջանցիներ էլ կվերադառնան եւ կբնակվեն Հայաստանի տարածքում։ Որովհետեւ մեր երկրում տարված դիվանագիտությունը անպաշտպանվածության այդ փիլիսոփայությունը բերեց հասցրեց այսօրվա խոսույթին։ Իսկ դրան բազմաթիվ փաստարկներ, պատասխաններ կա։ Սկսած Ադրբեջանի հնչեցրած թվերի, վերջացրած փաստերով, որովհետև
Հայաստանի դիվանագիտությունը եւ այսօրվա իշխանության քաղաքականությունը ուր բերեցին հասցրեցին։ Երբ որ Ադրբեջանից հնչում էր տարիներ առաջ նույնիսկ վերադարձի հատուկեն ձայներ, պատասխանը հայկական կողմի շատ հստակ էր։ Խոսքը ադրբեջանահայության, ոչ թե արցախահայության, ադրբեջանահայության 100 հազարավոր ադրբեջանահայության իրավունքի սիմետրիկությունն էր, արցախահայության իրավունքը այս սիմետրիկության հետ կապ չուներ, բայց լռեցին այս ամեն ինչով, այս տարի մոռացան ընդհանրապես Սումգայիթի ու Բաքվի կոտորածների մասին, սուս մնանք Ադրբեջանը հանգարց վրաները չջղայնանա, դրա համար այդ անպաշտպան դիվանագիտությունը բերեց հասցրեց դրան, որ Ադրբեջանը փորձում է հակազդել, թող լինի կանխատեսելի, ամուր, գրագետ, կշռադատված, ոչ դիմացինից ամեն րոպե վախեցող դիվանագիտություն, վստահ եմ նոր իշխանությունների դեպքում լինելու է, շատ կարճ ժամանակահատվածի միջոցում հնարավոր կլինի այդ խոսույթը վերացնել Հայաստան հերետորաբանության կիրառման դեպքում իշխանությունն ասում է, որ պատերազմի էջը կբացեք, իրենք փակել են։ Ոչ, պատերազմի հերետորաբանություն չի։ Այսօր իրականում Ադրբեջանի ամբողջ սպառնալիքը, չգիտեմ, էլ կա ուրիշ երկիր, որտեղ սեփական ժողովրդին ամեն օր, ամեն ժամյա ռեժիմով սպառնան, որ քո կամ արտահայտության դեպքում, այլ քաղաքական ուժի ընտրելու դեպքում պատերազմ է լինելու, ժամով վայրկյանով կանխորոշեն այդ պատերազմը, ժամով վայրկյանով կանխորոշեն, որքան կարելի է չսիրել սեփական ժողովրդին, որ ամեն րոպե վախեցներ, որովհետև ի վերջո պետք է նաև մի ուրիշ վտանգավոր բան կա այստեղ։ Այսօր զինված ուժերում ծառայում են տասնյակ հազարավոր երիտասարդներ։ Այսօր նրանց ծնողները, որոնք դեռ ծառայությունը սեպտեմբեր ամսին պետք է անցկացնեն, այսօր նրանց ծնողներին ասում են ժողովուրդ, քո երեխեն վաղը հայտնվել է պատերազմի դաշտում, առաջնագծում, եթե քաղաքական որոշմամբ դու հանգարտ ինչ չընտրես, սրանից ավելի անմարդկային ներքին հասարակական համերաշխությունը պառակտող բան ես չեմ պատկերացնում։ Եվ նաև այդ ազդում է զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի վրա։ Պարոն Մանուկյան, Տավուշի որոշ հատվածում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ունենք սահմանազատված հատված։ Ձեր թիմը առաջիններից էր, որ փողոց էր դուրս եկել եւ դեմ էր սահմանազատմանը։ Այսօր Կիրյանցը իշխանությունը համարում է ամենապաշտպանված եւ հուսալի տարածքը, որտեղ նախկինում զինվորների փոխարեն այսօր սահմանապահներ են կանգնած։ Բավական լուրջ ամրաշինական աշխատանքներ են կատարվել, որը հավանաբար նաև դուք եք տեսել, քանի որ իշխանությունը ամրաշինականի մասին խոսք չկա այնտեղ, մի հատ պատ է։ Կեսը ժեշտից, կեսը բետոնի։ Երբ այդ տարածքով անցնում եք, ինչ եք կարծում, ժամանակին ձեր պայքարը արդյունք տվեց։ Այդ տարածքով անցնելուց ամեն անգամ մղկտում է։ Այդ Բաղանիսի տարածքով հատվածով անցնելուց ամեն անգամ մղկտում է, որովհետև այդ սահմանագծում, սահմանազատում անվան տակ Հայաստանը մի քանի հատվածում կատարեց զիջումները Ադրբեջանին, խոստանալով, որ վաղը մյուս օր բերքաբերի են մեր օկուպացված տարածքները վերադառնալու է։ Բայց Ադրբեջանը ստացավ իրենը, դա 24 թիվն էր։ Չզիջեցին որոշ դիրքեր։ Որը։ Հենց այդ հատվածում։ Ոչ։ Կիրանց բերքաբեր հատված։ Ոչ։ Մեկ դիրքի մասին է խոսքը։ Փոխարենը նույնիսկ հայկական դիրք, որը պետք է հայ դիրքապահ մնար, իրենց անփույթ գործունեությամբ շրջանցիկ ճանապարհ չկառուցելու պատճառով հայկական կողմը ստիպած զիջել է։ Բայց 2 տարի է անցել։ Բերքաբերից մենք մեր օկուպացված տարածքներից սանտիմետր ետ ենք ստացել։ Գեղարքունիքում 22 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից օկուպացված, Ջերմուկում օկուպացված, Կապանում ներքին հանդում օկուպացված տարածքներից մի սանտիմետր ետ ենք ստացել, ոչ։ Խաղաղության պայմանագրով այդ հարցը կլուծվի, իշխանության ներկայացուցիչները նաև ձեր տեղը նստած մի քանի անգամ հայտարարել են այդ մասին, պարոն Մանուկյան։ Հարգելի Հայկ, խաղաղության պայմանագրով չի լուծվում, նախ, սուտ են ասում, որովհետև այդ պայմանագիրը չի ասում, որ գիտես, չի գրած, որ ամեն մեկը դուրս է գալիս իր օկուպացված տարածքներից։ Այդ լուծվում է
իբր սահմանազատման, սահմանագծման այդ համատեղ հանձնաժողովի, որտեղ չկա հստակություն, թե ինչ ժամկետներում են կատարվելու այդ աշխատանքները, տեսեք, պատահական չի 24 թվականին այդ հանձնաժողովը սկսեց, միակ տեղը զիջեցին Կիրանցի եւ ոսկեպարի մի հատվածում, Բաղանիսի մի հատվածում, 2 տարի ոչ մի լուր չկա։ Մեկ ասում են բանա հյուսիսում ենք սկսում, մեկ ասում են հարավում, այդ երևի ողորմաթաս արդեն պետք է խմել, թրիփի հետ կապած շտապել էին այդ մեղրի հատվածում մտածել սահմանազատման, բայց կրկնում եմ, երկրորդը կա, կարելի է Երևանցուն կամ Արմավիրցուն, Շիրակցուն ասել, որ այդ պայմանագիրը ստորագրելուց հետո ջերմուկում օրինակ Ադրբեջանը իր օկուպացված տարածքները զիջելու է, մեր տարածքները։ Քանի որ մեր եթերաժամանակը մոտենում է ավարտին։ Բայց ջերմուկություն ոչ ես կարող խփել։ Մեր դիրքապահ զինվորը տեսնում է դեկտեմբերին է տեսել, ինչ ահռելի ինժեներական աշխատանքներ Ադրբեջանը կատարել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում։ Դուք որ գաք իշխանության կարողանալու եք ադրբեջանցիներին Հայաստանի սուվերեն տարածքից հետ մղել եւ արդյոք լինելու է խաղաղություն, կխնդրեմ միայն կարճ մեկնաբանություն։ Մենք որ գանք իշխանության, Ադրբեջանի օկուպացված տարածքներից Ադրբեջանը հեռանալու է, լինելու է արժանապատիվ խաղաղություն, Բաքվից էլ վերադառնալու են մեր եղբայրները։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում է Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ, կհանդիպենք վաղը, ցտեսություն։